Տարիներ առաջ Հայաստանում գործարկվեց ազդարարի ԵՄ էլեկտրոնային հարթակը, չշփոթել ազդարար ԵՄ-ի հետ։ Առաջինը մի գործիք է, որի միջոցով քաղաքացիները կարող են անոնիմ տեղեկատվություն փոխանցել պետական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների վերաբերյալ։ Այն ժամանակ կար մտավախություն, որ փոխանցվող տեղեկատվության մեծ մասը կլինի սուտ մատնություն։ Կոպիտ ասած, մարդիկ կսարքեն իրար գլխին։ Կյանքը ցույց տվեց, որ այդ կանխատեսումները չիրականացան։ Միևնույն ժամանակ չարդարացան նաև դրական սպասելիքները։ Ազդարարման հարթակից քչերն են օգտվում։ Մինչև կարելի է ասել վերջին 2 տարի հանրության հետ աշխատանքները կարող եմ ասել, որ տապալված էին այս ինստիտուտի մասով, որևէ մեկը չգիտեր, թե ինչ է իրենց ներկայացնում ազդարարման համակարգը եւ ընդհանրապես ով է ազդարարը եւ ինչպիսի պաշտպանության միջոցներ կարող է ունենալ։ Ազդարարման համակարգը ներդրվել է Արևմուտքի օրինակով եւ Արևմուտքի դրամական միջոցներով կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության շրջանակում։ Մեզ մոտ սակայն գործիքը էական դեր չունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի process-ում։ Հարցումները ցույց են տալիս, որ սրանում իր դերն է ունեցել մենթալիտետը։ Այնտեղ այդ հարցը կար վերաբերմունք ազդարարմանը նկատմամբ, ինչպես է վերաբերվում այդ երևույթի նկատմամբ եւ նաեւ ինչ է կարծում դա բացական թե դրական է, շատ վատ արդյունք 67%-ը գտնում էր, որ դա վատ բացական երևույթ է։ Այսինքն սա նշանակում է, որ մեր մոտ դա նույնականացվում է գործ տալու հետ։ Պետությունը ֆիքսել է, որ հարթակի թերի աշխատանքի պատճառներից մեկը ազդարարի ոչ այնքան պաշտպանված լինելն է։ Այսինքն մարդը պարզում է, որ այսինչ պետական կառույցում կան կոռուպցիոն երևույթներ, կամ էլ իրականացվում է փողերի լվացման գործընթաց։ Ազդարարման պարագայում կարող է ունենալ կասկածներ, որ իր ինքնությունը հնարավոր է բացահայտվի եւ ըստ այդմ ենթարկվի հետապնդման։ Ովքեր որ դա իրարկում են, երևի իրենք էլ զերծ չեն այդ նույն ստերեոտիպներից, ինչ որ եւ ժողովուրդը։ Խնդիրը լուծելու համար կառավարությունը պլանավորում է փոփոխություններ ազդարարման օրենքում։ Կարևորագույն խնդիրը հենց ազդարարի պաշտպանությունն է հնարավոր հետապնդումներից եւ այլ խնդիրներից։ Ներքին ազդարարումն այլևս չի իրականացվելու անմիջական վերադասին։ Ազդարարին ազատում են տրամադրվող տեղեկության նախնական ստուգման պարտականությունից։ Ազդարարների պաշտպանությունը եւ դրա երաշխիքների իրականացումը դրվելու է Մարդունակների պաշտպանի աշխատակազմի վրա, բայց իմ մտահոգությունը կանում է նրան, մինչեւ այս կարևորագույն գործառույթը իրազորությունները ՄԻՊ-ին տրամադրել է արդյոք ՄԻՊ-ը ունեցած ռեսուրսների, ունեցած հմտությունների շրջանակներում կկարողանա այս կարևորագույն գործառույթը կատարածել։ Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ ազդարարման ինստիտուտն արդյունավետ է աշխատում այն պետություններում, որտեղ հանրությունն առավելագույնը վստահում է կոռուպցիայի դեմ պայքարի այդ գործիքը կիրարկող մարմիններին։ Պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ մեզ մոտ համապատասխան մարմինների նկատմամբ վստահության հարցում իրավիճակը հեռու է բավարարից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։